Պարոն վարչապետ, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմը ձեր այցի կապակցությամբ հավաքված են։ Զեկուցող փրկարարության տնօրեն Իգնատիվ Ղազարյան։ Մենք արտակարգ իրավիճակների նախարարությունից եւ նոր նախարարի առջեւ դրված մի քանի խնդիրների մասին կգնամ նշել։ Նախ եւ առաջ 2016 թվականի ուժի մեջ մտած օրենքների փաթեթի հիման վրա քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ամբողջական կազմավորման իրականացումը եւ այդ ստորաբաժանումների առջեւ դրված խնդիրների ապահովումը։ Երկրորդ խնդիրը, որը մենք ակնկալում ենք, որ պարոն Տոնոյանը կկարգավորի եւ կկանակարգի, դա սեյսմիկ ռիսկի նվազեցման ուղղված աշխատանքների իրականացումը, ինչպես նաեւ աղետների վաղ ազդարարման համակարգի զարգացումը, որից 10 համայնքներում համակարգի ներդրման աշխատանքները պետք է իրականացվեն կառավարության ծրագրի ընդունելուց հետո 6 ամսյա ժամկետում, այսինքն մեզ արդեն մնացել է մոտակա 2-3 ամսվա մեջ։ Երրորդը փրկարարական, վթարահարավ, վերականգնողական աղետների հետևանքների նվազեցման եւ վերացման աշխատանքների առավել ակտիվ կազմակերպումն ու իրականացումը, այդ թվում կառավարության ծրագրում եւ կառավարության 2017 թվականի միջոցառումների ծրագրում գերակա խնդիրներով ներառված համայնքներում աղետների ռիսկի բացահայտման եւ գնահատման համակարգի փուլային ներդրում գերակա խնդրի միջոցով, որը նպատակ ունի 10 համայնքներում ներդնել եւ փորձարկել համակարգը, որից հետո շարունակական ծրագրերի միջոցով համակարգը տարածել այլ համայնքների վրա։ Չորրորդը կամավորական փրկարարական կազմավորումների գործունեության ընդլայնում եւ դրանց ներգրավում փրկարարական աշխատանքներին, կամավորական հրշեջ փրկարարական հենակետերի հիմնման եւ ընդլայնման աշխատանքների իրականացում, մասնավորապես անհրաժեշտ է հետեւողականորեն իրականացնել կառավարության 2017 թվականի միջոցառումների եւ գերակա խնդիրների ծրագրում ներառված Գեղարքունիքի մարզի Շորժա եւ Սյունիքի մարզի Գորհայք համայնքներում կամավորական հրշեջ փրկարարական հենակետերի հիմնումը։ Հինգերորդը պետական պահոստի պաշարների համալրման հետ կապված խնդիրների վերհանումը, ուսումնասիրումը, վերլուծությունը եւ հնարավոր բարեփոխումների իրականացումը։ Եվ 6-րդը այլ գործառույթների նկատմամբ անձնական հսկողություն, այդ թվում հրդեհային եւ տեխնիկական անվտանգության ապահովման, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության, հիդրոթերապևտաբանական գործունեության բնագավառի պետական ծրագրերի մշակման աշխատանքների եւ դրանց մոնիտորինգների իրականացումը։ Պարոն Տոնոյանին ճանաչում ենք որպես պարտքեշտ մարդ, կազմակերպված եւ համակարգված կառավարիչ եւ հայրենասեր մարդ եւ սպա, եւ ուզում եմ շնորհավորեմ եւ շնորհակալություն հարթեմ պարոն Տոնոյանին, որ համաձայնվել է աշխատել մեր կառավարության թիմի մեջ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Մխիթարյանին այս ժամանակահատվածում կանոնակարգելու եւ աշխատանքները կառավարելու համար։ Եվ կարծում եմ ավելի նոր չի լինի, չնայած հենց անվանման մեջ նախարարության արդեն ֆիքսված է, որ արտակարգ իրավիճակների նախարարություն է, թե ինչ խնդիրներ ունի նախարարությունը իր առջև եւ անձնակազմը եւ ինչ սպասելիքներ ունենք։ Կարծում եմ, որ պարոն Տոնոյանին աշխատելը, չնայած որ բավականին պատասխանատու պաշտոն է եւ կարեւոր պաշտոն է, այդուամենայնիվ կլինի ոչ դժվար, ելնելով նրանից, որ մենք արտակարգ իրավիճակների նախարարությունում ունենք կայացած համակարգ, բայց ինչքան էլ համակարգը կայացած լինի, երբևիցե իդեալական կառավարման համակարգ գոյություն չունի, այնպես չի ստացվում, որ օրը չի թելադրում նոր խնդիրներ, նոր մարտահրավերներ, նոր մոտեցումներ, այդ իսկ պատճառով մենք վստահ ենք, որ պարոն Տոնոյանը անձնակազմի օգնությամբ բոլոր այդ դրված խնդիրները կիրականացնի։ Այդ իսկ պատճառով եւս մեկ անգամ ուզում եմ շնորհավորեմ եւ շնորհակալություն հայտնեմ համաձայնության համար համատեղ աշխատանքի, ինչպես նաեւ պարոն Մխիթարյանին շնորհակալություն հայտնել այն աշխատանքի համար, որ ինքը իրագործել է։